Բարև ձեզ հարգելի բարեկամներ, առողջություն բոլորիդ, խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք, մեր ունկնդիրները խնդրել են, որ խոսեմ կերակրի սոդայի մասին, չնայած դրա մասին մի 2 տարի եւ ավել առաջ հաղորդում ենք արել, բայց դա նշանակություն չունի։ Կերակրի սոդան օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ, այն սպիտակ փոշի է, քիմիական բաղադրությամբ հիմնային է նատրիում H CO3, ջրում լավ լուծվում է, ջրում լուծվելով արտազատում է ածխաթուգազ CO2, ունի հակաբորբոքային, նվազեցնում է կամ վերացնում է ջրի կոշտությունը, եթե կերակրի սոդայով լվանում են կեղտոտ ձեռքերը, մրոտված, յուղոտված, ապա մաքրվում է արագորեն, սպիտակում է մաշկը եւ փափկում։ Հարգելի բարեկամներ, ինչ բուժական հատկություններ ունի իր հակաբորբոքային ազդեցության շնորհիվ, այն օգտագործում են գերթթվային գաստրիտների ժամանակ, երբ որ թթվությունը բարձր է, ապա այս դեպքում վերցնում եք քառորդ թեյի գդալ սոդա, լցնում եք 100 մլ տաք կաթի կամ եթե հակազդեցությունն է կաթից, ապա ջրի մեջ եւ խմում եք 100 գրամից օրը 2 անգամ, այսինքն առավոտյան եւ երեկոյան քաղցած վիճակում 1 շաբաթ տևողությամբ։ Ստամոքսի խոցի դեպքում դու կարող եք վերցնել չիչխանի յուղ եւ 2% սոդայի լուծույթ, խառնում եք իրար եւ խմում եք 1 ճաշի գդալ օրը 3 անգամ քաղցած վիճակում 1 ամիս եւ ավել տևողությամբ եւ փորձը ցույց է տվել, որ ստամոքսի խոցը արագորեն բուժվում է։ Կերակրի սոդան օգտագործվում է նաեւ առիթմիաների ժամանակ։ Առիթմիայի ժամանակ վերցնում եք կես թեյի գդալ սոդա, լցնում եք 200 մլ տաք ջրի մեջ եւ խմում եք օրը 2 թեյի բաժակ։ Հարգելի բարեկամներ, դրա վառօրինակը ես եմ կես տարի ունեի առիթմիա, 2 շաբաթ օգտագործելուց հետո արդեն երևի 10 տարի անցել է, առիթմիան վերացել է։ Կերակրի սոդան ունի, քանի որ հակաբորբոքային է, այս վերջի տարիներում լայնորեն օգտագործվում է նաև չարորակ ուռուցքների ժամանակ, այն ընկճում է քաղցկեղի բջիջների աճը եւ տալիս է բավարար արդյունք, ասեմ ձեզ, ունենք հիվանդներ եւ օգտագործում են շատ գոհ են։ Օգտագործում եք 1 թեյի գդալ կերակրի սոդան 1 բաժակ տաք ջրի մեջ, լուծում եք քաղցած վիճակում, օրը 2-3 բաժակ կարող եք օգտագործել։ Կերակրի սոդան ունի միկրոբասպան հատկություն նաև, հատկապես սնկերի ժամանակ, կանանց սնկային հիվանդությունների ժամանակ հեշտոցի տալիս է լավ արդյունք։ 1 թեյի գդալ սոդան լուծում եք 1 լիտր տաք ջրի մեջ եւ առավոտյան եւ երեկոյան կատարում եք լվացումներ, այնպիսի լվացումներ, որ այդ կաթնաշոռը լրիվ մաքրվի ամեն լվացման ժամանակ 5 օր տևողությամբ եւ դուք կձերբազատվեք այդ սնկերից։ Լավ արդյունք է նաեւ տալիս բերանի լորձատաղանթի, կոկորդի եւ անգինայի ժամանակ, բերան լորձատաղանթի բորբոքման անգինայի ժամանակ ինչպես եք օգտագործում։ Կես լիտր գորից մի քիչ տաք ջրի մեջ լուծում եք 3 թեյի գդալ կերակրի սոդա, 1 թեյի գդալ աղ եւ 3 կաթի լյոդ եւ հաճախակի կատարում եք ողողումներ լավ, թափում եք եւ արագորեն այդ լորձատաղանթի այտուցը վերանում է, քանի որ հակաբորբոքիչ է, նաեւ հիվանդությունը բուժվում է։ Սոդան կարող եք օգտագործել նաեւ ոտքերի, երբ որ ոտքերի ներբանների տակ լինում են կոշտուկներ, կրունկները հաստացած, այդ մաշկը ճակ չկած, ապա այս ժամանակ սոդան տալիս է
հրաշալի արդյունք։ Ոտքերը երեկոյան դնում եք տաք ջրի մեջ, սոդայով, մի այսպես բուր կամ 5 ճաշի գտալ այդ թասիկի մեջ, լցնում եք տաք ջրի մեջ սոդան, ջուրը լինի լավ տաք եւ ոտքերը կատարում եք լոգանք 15 րոպե տևողության, որից հետո կարող եք չորացնել եւ այդ չեչաքարով, որը պեմզան է, քերել այդ կոշտացած մասերը, մի քանի այսպիսի գործընթացներից հետո մաշկը մաքրվում է, ճաքերը վերանում են, սպիտակում է մաշկը եւ նրբանում է։ Բանի այդ կայծուռուցքների ժամանակ, որը չիբանն է, չիբանը բավականին, այսպես ասած, համառ երևույթ է, չիբանի վրա ցանում եք այդ սոդան, այսպես, եւ դնում եք հալվեն ալոյեն, այսպես ճեղքում եք, դնում եք այդ ճեղքած վիճակում այդ կայծուռուցքի չիբանի վրա եւ կապում եք։ 2 օր պետք է այդպես մնա։ 2 օրից հետո կարող եք անել 1-2 գործողությունից հետո չիբանը անհայտանում է։ Հարգելի բարեկամներ, կարելի է օգտագործել նաև այրվածքների ժամանակ վերցնում եք 1 սուրճի բաժակ ջուր կամ բուսական յուղ, մեջը լցնում եք 1 ճաշի գտալ սոդա, լավ խառնում եք եւ այդ շիլանման զանգվածը գցում եք այրվածքի մակերեսի վրա։ 5-10 րոպեից հետո ցավը վերանում է եւ մաշկի վրա չեն առաջանում բշտիկներ, բուլաներ։ Դա կարող եք օգտագործել նաև մեղվի կծածի կամ ինչ-որ մլակների, միջատների կծածի ժամանակ եւ արագորեն կձերբազատվեք այդ երևույթից։ Հարգելի բարեկամներ, ասեմ ձեզ նաև մազերի թեփի համար օգտակար է, եթե գլուխը թրջում եք եւ սոդան կարող եք վերցնել եւ այսպես լավ քսեք գլխամաշկին։ Լավ քսելուց հետո այնուհետև լվանում եք գլուխը, պարբերաբար կատարելուց հետո թեփը վերանում է։ Դա վերաբերում է միայն թեփին, երբ որ դա սովորական թեփ է, ոչ թե պսորիազային այդ օջախային թեփերի ժամանակ։ Կերակրասոդան, կերակրի չի կարելի օգտագործել թեր թթվային գաստրիտների ժամանակ, որովհետև այստեղ թթվությունը իջած է եւ երբ որ դուք սոդան օգտագործեք, ապա տեղի ունենում չեզոքացման ռեակցիա հիմքը թթվի հետ, դրա համար այդ թթվությունը անցնում է, ապա դուք ավելի կնպաստեք հիվանդության վատացմանը, որովհետև լորձաթաղանթը կգրգռվի թեր թթվային գաստրիտների ժամանակ արգելված է օգտագործել։ Չի կարելի տևական ժամանակ վերջույթները կամ ձեռքերը դնել սոդայի լուծույթի մեջ, այսինքն երկար ժամանակ, ինչի համար, որովհետև կառաջանա այտուց վերջույթների, այսինքն մարմնի այն մասը, որը լոգանք եք դնում եւ մաշկը կչորանա, հասկանում եք, կխանգարի ծնուցումը։ Այս պարագաներում չի կարելի օգտագործել, տևական ժամանակ չի կարելի օգտագործել։ Հարգելի բարեկամներ, այսքանը կերակրի սոդայի մասին, այդ բոլորը գրված են իմ գրքերում։ Ձեզ եւս մեկ անգամ քաջառողջություն եմ ցանկանում, հարգելի բարեկամներ, կունենաք հարցեր կարող եք տալ, իսկ տեղեկատվության եւ բուժման համար դիմում եք Պուշկինի 38 ցտեսություն մի շնոր հանդիպում։